Փառքնեժդեհին գլխիվա իր արժեքների իշխանությունը խուճապի մեջ է։ Ես լսեցի, որ Ալեն Սիմոնյանը այնքան է վախեցած, որ ուզում է արդեն մտածում է ավելի շուտ, չնայած եթե մտածում է պետք է անի, որովհետև ուրիշ ճար չունի։ Մտածում է զրահապատ մեքենայով շրջել։ Դուք պատկերացնում եք ժողովրդավար Հայաստանում, Չակերտների մեջ ժողովրդավար էլի։ Այս կարգի ոստիկանական պետության մեջ անգամ որ իրենք պետք է իրենց ապահով զգան, իրենք էլի ապահով չեն զգում իրենց։ Այսինքն հասկանում են իրենց շանտեղության գինը։ Եվ ցանկություն է հայտնում, որ զրահապատ մեքենայով շրջի Հայաստանում աշխարհ կանգնի իջնեմ ասելու հանրահայտը։ Հիմա այս գլխիվայր արժեքների համակարգի տեր իշխանությունը արագացրել է շրջանառության մեջ դնել այն փաստը, որ Արցախը տալով մենք ձեռք բերեցինք անկախություն։ Դուք հասկանում եք դա ինչ է, դա այն նույն բանը Լևոնից եկած են, որ ասում էր հայրենասիրությունը կեղծ կատեգորիա է, Նիկոլից եկած, որ պարտվելը հպարտություն է, հասկանում եք։ Այս մարդկանց մոտ ամեն ինչ գլխիվայր է։ Օրինակ, ես այսպես եմ հասկանում, եթե Արցախը տալով իրենք մտածում են, որ իրենք անկախացել են, իրենք Պուտինից են անկախացել, բայց գնում են դեպի Էրդողանը, չեն անկախացել, էլի, որ ասում է բանից դուրս են եկել, ընկել են այն մի բանի մեջ, էլի, բայց այս կարճ պահը չնայած այդտեղ արանք չի մնում, որովհետև արդեն ինքը գնում է դեպի Էրդողանը անընդհատ։ Ես կասեմ հիմա նաև այս իրադարձությունների այս արագացման հետ կապված Ուրեմն ես այսպես եմ հասկանում, եթե մարդը մտածում է, հենց սա վերաբերվում է հենց առաջինը Նիկոլին եւ Ալենին, եթե մարդիկ մտածում են, որ Արցախ տալով Հայաստանը ինքնիշխանություն եւ անկախություն է ձեռք բերել, ես այսպես եմ հասկանում, որ դա նույնն է, որ ասենք դրանց կանայք գնան մարմնավաճառությամբ եկամուտ վաստակեն եւ բերեն իրենց օջախը պահեն ու իրենք կանգնեն հայտարարեն, որ դա արդար, ազնիվ եւ բարոյական եկամուտ վաստակելու մեթոդն է։ Գլխիվայր, հասկանում եք, հայրենիքը թշնամուն տալը, դա նույնն է, որ հետույքը տաս թշնամուն ու հպարտանաս։ Սրանց մոտ ամեն ինչ գլխիվայր է։ Սրանց մոտ անգամ կառավարությունում է ամեն ինչ գլխիվայր, չէ՞, ասենք գյուղատնտեսը պաշտպանության նախարար է, բժիշկը չգիտեմ ինչի նախարար է, կամ ես իմ ինչի նախարար է, հասկանում եք։ Իրենք ամեն ինչ այսպես խառնել են, որ մասնագետը իր մասնագիտությամբ չզբաղվի, որ հրամաններ տալուց ինքը չհասկանա, էլի, միանգամից կատարի, այսինքն սարսափելի հրամաններ, էլի, պետականական հրամաններ։ Այսինքն մասնագետը կարող է հասկանա, ասի, որ արեցինք չի լինի։ Գյուղատնտեսի վեճն է, որ ասի բանակում այս բաները էլ չենք անում։ Այ եթե ինքը գյուղատնտեսությունում լիներ, ասեն, էլ կարտոֆիլի դաշտը չենք սրսկելու, ասենք, այն հատուկ, չէ, բզեզներ կան դրանց դեմ, կարող է ասել, բա ախր բերք չենք ստանա, էլի։ Բայց որ պաշտպանության նախարար են տարել, նա չի հասկանում, ասում է, դե որ ասում ես մի բան գիտես, վերդել դենց անենք։ Այս ամեն ինչ ծրագրավորված է։ Հասկանում եք, այս գլխիվայր արժե համակարգը սրանց մոտ արվել է, որ ամեն ինչ գնա շատ արագ գահավիժման։ Շատ արագ, որ Հայաստանը շատ արագ արժեզրկվի, դառնա թույլ, անպաշտպան, անկազմակերպ։ Հիմա Կարպիսեր չէ, Լևոնական լրագրողի անունը, որ անընդհատ այսինքն Նիկոլի բոլոր, այսինքն դե նույնն է, ինչ որ Լևոնն է մտածում, են էլ Նիկոլն է անում, բոլոր քայլերը արդարացնում է, որ ցեղասպանությունը հերքելը, չգիտեմ Արցախը տալը, չգիտեմ ես ամեն ինչը։ Եվ այս Շիրակի թեմի առաջնորդի հետ այս վերջի ձայնագրությունը ինձ թվում է Էրդողանը տեսել էր, որ Նիկոլը գնաց այնտեղ, եկավ ու հարձակվեց նաև սրա վրա։ Ես Շիրակի թեմի առաջնորդը, որ ասեց, որ ես ուղն ու ծուծով հակաթուրք են, որովհետև իրենք ցեղասպանել են, մորթել են, որ ինքը պետք է Կիլիկիայում ծնված լիներ, չի եղել, վերջը, այդ չգիտեմ ովքեր են տեսել, չեն տեսել։
դա շատ ծանր այդ կարպիսի դեմքին որ նայում եք այդ պահին չգիտեր երևի ուզում էր ասել անջատեք էլի այս զայնագրությունը չգնա բայց կամ էլ ընդհակառակ ուզում էր ասել այս զայնագրություն թող գնա որ սա հենք լինի կամ այս մեկին էլ տանենք ու այսինքն այդ եկեղեցի բան իշխանություն այդ բանը թափը մեծացնեն էլի իրոք մենք բոլորս օգնությունով հակաթուրք ենք մենք կմնանք հակաթուրք այնքան մինչև ցեղասպանությունը չճանաչի Թուրքիան եւ չհատուցի եւ ներողություն չխնդրի բայց հոգեվորականը մի բան թերանում է ինքը չի ասում որ ես ուղնուցուցով նաեւ հակառուս եմ ինքը սարսափելի ռուսամետ մարդ է Շիրակի թեմի առաջնորդը ով հիմա կալանքի տակ է հասկանում եք Թուրքիան առանց Ռուսաստանի այդ գալատը չեր անի ու էլի փառք ասում որ զորած բերանից չնայած կարող է եւ դա ասեց որ հետագայում ավելի հիմնավոր չնայած ընդհակառակը արժանապատիվ իշխանությունը նման երևույթի ժամանակ պետք է հոգեվորականին շնորհակալություն հայտներ եւ ոչ թե դեմ արշավը սկսեր բայց եւ թող ժողովրդին դա լինի ուղեցույց հայ մարդ մենք բոլորս պետք է ուղնուցուցով լինենք հակաթուրք եւ հակառուս քանի դեռ այս երկուսը չեն ընդունել իրենց հանցանքը հայ ժողովրդի եւ Հայաստանի առաջին ասել է թե միակ հանրապետության հանդեպ գործած իրենց մեղքերին պարտադիր պետք է մենք մնանք ուղնուցուցով հակաթուրք եւ հակառուս մի վարանեք մենք մինչեւ մեր ներսի ռուսին չսպանենք ռուսասերին մենք թուրքի դեմ չենք կռվի մենք պետք է հույս չտնենք ռուսի վրա ոչ մի կերպ այ երբ որ ռուս չլինի մեր ներսում մենք արդեն ստիված թուրքի դեմ կկռվենք, այդ ռուսի դեմ էլ կկռվենք եւ շատերի դեմ կկռվենք եւ մեզ կօգնեն մենք որ ասում ենք արևմուտքի վրա հույս ենք դնում մենք հույս չենք փայփայում որ արևմուտքը գա մեր փոխարեն այստեղ հարցեր լուծի մենք հույս ենք փայփայում որ մենք արժանապատիվ պահենք արևմուտքը մեզ աջակցի ինչպես աջակցեց Ուկրաինային ինչպես աջակցեց Իսրայելին հասկանում եք սա է մեր ցանկությունը բայց դու պետք է քեզանից բան ներկայացնես, որ ցանկություն առաջանա քեզ աջակցելու կամ դու արժանավոր լինես աշխարհի այս ցեղերի, ովքեր այն ժողովուրդների, ովքեր պետություն ունեն, նրանց կողքին հավասարապես պետություն ունենալու։ Գիտեք, այդ 5-ից 7000 ժողովուրդ ցեղ կա, եւ նրանցից շատ քչերին է հաջողվել պետություն ունենալ, ազգային պետություն։ Աշխարհում ազգային պետությունները շատ քիչ են։ Դրանցից մեկը Հայաստանն է, հայերի հայրենիքը։ Դա դուք չեք պատկերում, դա ինչ անասանելի փառք ու պատիվ է։ Իսկ տականքը փորձում է դա վերացնել, որովհետև գլխիվայր արժեքներով է նա կառավարում։ Սթափվեք, իսկապես սթափվեք։ Ժամն է, իսկապես ժամն է, հապաղել չի կարելի։ Մնաք խաղաղությամբ։